Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի տարածքում հարվածների մասին ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Բալթյան երկրները կոչ են արել Եվրամիությանը արագացնել ռուսական էներգակիրների ներմուծման արգելք Հորմուզի նեղուցի բացումից հետո։ Թերթի տվյալներով Ռուսաստանից էներգակիրների ներմուծման աստիճանական կրճատման վերաբերյալ ԵՄ բանակցությունները կանգ են առել Հորմուզի նեղուցի փակումից հետո, ինչը մտահոգություններ է առաջացրել էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ։ Թերթի աղբյուրների տվյալներով Բրյուսելը մարտին այդ հարցը հանել է Եվրահանձնաժողովի նախնական օրակարգից Իրանի շուրջ հակամարտության պատճառով։ Այժմ ԵՄ-ում կոչեր են հնչում Հորմուզի նեղուցի բացումից հետո արգելքը չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի տարածքում հարվածներ հասցնելը ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Այս մասին ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ ինքնաթիռները հարվածել են իրանական հրթիռային եւ անօդաչու սարքերի պահեստների, ինչպես նաեւ ափամերձ ռադարային կայաններին։ Սա հաջորդել է հունիսի 25-ին Սինգապուրի դրոշի ներքո նավարկող MV Enver Lovely բեռնատարի նավի վրա Իրանի ինքնասպան անօդաչու թռչող սարքի հարձակումին։ Հրամանատարությունը հայտարարել է, որ քաղաքացիական նավի վրա հարձակումը հրադադարի եւ նավարկության ազատության հաղթում է։ ԱՄՆ ուժերը շարունակում են ապահովել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի անվտանգությունը եւ վերահսկել Իրանի հետ կնքված համաձայնագրերի պահպանումը։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ բռնությանը կպատասխանի բռնությամբ։ Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցի իր էջում։ Բռնությունը կհանդիպի բռնությանը, գրել է Vance-ը։ Փոխնախագահի խոսքով, եթե իրանական կողմը փոխըմբռնման հուշագրի կիրառման հետ կապված հարցեր ունի, կարող է դրանք ուղղակիորեն քննարկել ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի եւ Լիբանանի դեսպանների հետ միասին հայտարարել է շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը բնութագրվել է որպես խաղաղության առաջին քայլ Իրանի կողմից աջակցություն ստացող լիբանանյան Հեզբոլլա զինյալ խմբավորման եւ Իսրայելի միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո։ Այդ մասին տեղեկացնում է Armen Press-ը վկայակոչելով Euronews-ը։ Պաշտոնյաները դեռևս չեն բացահայտել համաձայնագրի մանրամասները, որը ստորագրել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան H.L. Leiter-ը եւ ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեն։ Համադեն նշել է, որ շրջանակային համաձայնագիրն առաջին քայլն է դեպի Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնումը։ Ռազմական գործողությունների մշտական եւ վերջնական դադարեցումը Լիբանանի ժողովրդի վերադարձը դեպի իր հողերը։ Լեյթերն իր հերթին նշել է, որ շրջանակային համաձայնագրի վերջնական նպատակը երկու երկրների միջև խաղաղությունն է։ Արդարադատության նախարար Սրփոյ Գալյանը պնդում է, թե այս իշխանությունը չի խղճում անգամ քաղաքացիական պայմանագրի անդամներին։ Այս իշխանության օրոք գործող պաշտոն զբաղեցնող անձինք զրկվել են իրենց պաշտոնից ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, կալանավորվել են։ Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ ոքի, այդ թվում սեփական թիմի ներկայացուցիչներին։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գալյանը։ Նրա խոսքով Հայաստանում այսօր իրականությունն այսպիսին է, ընդդիմության վերաբերյալ կան քրեական գործեր, կհաստատվեն կաշառքի դեպքերը Կերևա դատարաններում, նշել է Գալյանը։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցին, ապա Գալյանը պատասխանել է. «Ես ուզում եմ հասկանալ, Սահմանադրական դատարանի պատմության ընթացքում միայն ներկա իշխանությունների հետ է կապված եղել փոխկապակցվածության շուրջ մտահոգությունը։ Նախկինում նման դեպքեր եղել են, թե չեն եղել։ Դիտարկմանը, թե Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի դուստրը աշխատել է վարչապետի աշխատակազմում, որդին վարչապետի թերթում հայկական ժամանակում հոդվածներ է հրապարակում Սաֆարյանի գործունեությանը ևս ծանոթ ենք տարբեր դրվագներով, սրանք անաչառությունը կասկածի տակ դնելու հիմքեր չեն»։ Գալյանն արձագանքել է, որ ինքը ոչ թե որպես արդարադատության նախարար է ներկայացել, այլ որպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ։ Ինքնաբացարկի ինստիտուտն այն մասին է, որ անձը ինքը պետք է հասկանա շահերի բախում ունի, թե չունի, անձը ինքն է որոշում կայացնում ինքնաբացարկ հայտնելու կամ վարույթին չմասնակցելու պատճառներ ունի, թե չունի։ Ես չեմ կարող ասել ինչ շափանիշներով է առաջնորդվում Սեդա Սաֆարյանը կամ ինչ շափանիշներով է առաջնորդվում մեկ այլ անձ, ով կարծում է, որ շահերի բախման իրավիճակ կարող է ստեղծվել, նշել է Սրփոյ Գալյանը։ Սահմանադրական դատարանը միաձայն որոշել է մերժել Միասնության թևերի դիմումը Սահմանադրական դատարանում վարույթը կասեցնելու վերաբերյալ, քանի որ վարչական դատարանում առկա է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ տարված բողոք, որը քննության փուլում է։ Սահմանադրական դատարանի դատավորների կարծիքով վարչական դատարանում վարույթը չի կարող խոչընդոտել սահմանադրական արդարադատությանը, քանի որ Սահմանադրական դատարանը չի կարող իր լիազորությունները զիջել վարչական դատարանին։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա դեկտեմբերին։ Այս մասին Ժաննա Անդրեասյանն ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կիևյան կամրջի շինհրապարակում կատարած նրա շրջայցի ընթացքում։ Նախարարի խոսքով եղանակային պայմանները հնարավորություն են ընձեռում ամբողջ թափով իրականացնել աշխատանքները։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գելա Գելաձեն պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնել են վրացական գերատեսչության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ նա քննարկել է տարածաշրջանային ընթացիկ զարգացումներն ու արկա մարտահրավերները, ինչպես նաև երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև գործընկերության խորացման կարևորությունը գլոբալ սպառնալիքների դիմակայման գործընթացում։ Գելաձեն Սիմոնյանին հրավիրել է պատասխան այց կատարել Վրաստան։ Հունիսի 27-ին ժամը 10:56-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոնահազանգ է ստացվել, որ փրկարարները Փամբագետում հայտնաբերել են ավտոմեքենա եւ տղամարդու դի ըստ նախնական տվյալների Փամբագետում հայտնաբերվել է Opel Magnishi ավտոմեքենան, վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դի։ Փրկարարների եւ ոստիկանների համատեղ գործողությունների արդյունքում ժամը 12:50-ին գետից դուրս է բերվել տղամարդու դին, իսկ ժամը 15:59 ավտոմեքենան։ Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ 84 տարեկան հասակում մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Մովսես Խորենացու մեդալակիր հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանակիր Ռայսա Մկրտչյանը։ Ռայսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով։ Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող ՌԽ-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական եւ վարույթային այլ գործողություններ։ Սահմանադրական դատարանն իր այսօրվա հունիսի 27-ին նիստում շարունակում է քննել 7 քաղաքական ուժի դիմումները, որոնք հիմնականում վերաբերում են ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի մինչև հուլիսի 4-ը։ Հայկ Մարությանի նորուժ ռեֆորմիստական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հարությունյանը հայտնել է, որ կուսակցությունը դադարեցնում է իր ներկայացուցիչների մասնակցությունը սահմանադրական դատարանում։ Այս մասին այսօրվա նիստում հայտարարել է սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը, ներկայացնելով կուսակցության դիմումը։ Դիմումից երևում է, որ ցանկություն չունեն մասնակցելու նիստին, ուստի քննությունը շարունակենք նշված կուսակցության ներկայացուցչի բացակայության պայմաններում, հայտարարել է դատավորը։ Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի հետախուզվող 4 տեխնացուներից մեկը Արթուր Աբրահամյանը հայտնաբերվել է եւ կալանավորվել, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ուժեղ Հայաստանի падգամավորի տեխնացուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկուսը կալանավորվել էին, 4-ի վերաբերյալ կայացվել էր կալանավորման որոշում, հայտարարվել հետախուզում։ Թուրքիայի պետական Անադոլու լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մոդերատորությամբ անցկացվել է առանց Հայաստան ծրագիրը, հայտնում է Էրմենի Հաբերեյեմը։ Ծրագրի բանախոսը եղել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլեչը։ Քննարկվել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի տարածաշրջանային եւ գլոբալ ազդեցությունները։ Քլեչը գնահատել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունները երկու երկրների միջև կարգավորման գործընթացը, ինչպես նաև հարաբերությունների երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային հարթությունները։ Ծրագրի ավարտից հետո նա նաև պատասխանել է ներկաների հարցերին։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների հսկողությամբ Midfood ընկերության դիմումի հիման վրա ոչնչացվել է ընկերության պահեստում առկա մոտ 25 տոննա քաշով ժամկետան սննդամթերք, պաստուրմա, սուջուխ, սարտելկա եւ այլ աղբխտած սննդամթերք։ Տարածվում է մի կեղծ տեսանյութ, որում ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից շրջանառվում է նախազգուշացում հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին, որն առաջիկա շաբաթներին լինելու է Կոտայքի մարզում, հայտնել է ներքին գործերի նախարարությունից։ Նշվում է նաև, որ կեղծ է նաև ԱՄՆ երկրաբանական ծառայության USGS-ի հղումը ծառայության կողմից Կոտայքի մարզի սեյսմիկ ռիսկի գնահատման վերաբերյալ։ Ամբողջ աշխարհում երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսումը համարվում է դեռ չլուծված գիտական խնդիր։
Փրկարարության տնօրենը պարգևատրել է Փամբագետում որոնողական աշխատանքների իրականացրած մի խումբ փրկարարների։ Նրանք օրեր շարունակ Փամբագետում փնտրում էին գետնընկած 7 եւ 13 տարեկան քույրերի մարմինները։ 6 մեդալ են բերել Հայաստանի Հանրապետության աշակերտները պատանիների մաթեմատիկայի Բալկանյան օլիմպիադայից։ Ռումինիայի Բուզեու քաղաքում անցկացվել է պատանիների մաթեմատիկայի Բալկանյան 30-րդ օլիմպիադան։ Հայաստանի թիմը մասնակցել է 6 աշակերտով եւ արժանացել 1 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալի։ Հունիսի 27-ին առեղծվածային եւ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 11:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարարության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի առաջին թունելի մոտով հոսող Փամբագետում դի կա։ Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եւ Փամբագետում հայտնաբերվել է դի։ Փրկարարները փորձել են հատուկ ճոպանի միջոցով մոտենալ մարմնին եւ այն դուրս բերել ափ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը եւ դեպքի հանգամանքները, թե ինչ պայմաններում է նա հայտնվել գետում։ Մագդեբուրգի երկրամասային դատարան ցմահ ազատազրկման է դատապարտել 51-ամյա Թալեբ Ալ-Աբդուլ Մոհեսենին Սաուդյան Արաբիայից, որը մեղավոր է ճանաչվել 2024 թվականի դեկտեմբերի սուրծնենձյան տոնավաճառի այցելուներին վրայերթի ենթարկելու համար։ Դատարանը առավելագույն խիստ դատավճիռ ներկայացրել հարձակման գործով, որը տեղի էր ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 20-ի երեկոյան։ Քննության տվյալներով մեղադրյալը վարձակալված BMW Magnişi ավտոմեքենայով մխրճվել էր Մարդաշատ սուրծնենձյան տոնավաճառում գտնվող մարդկանց բազմության մեջ։ Իտալական Միլանը հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն PSG-ի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալո Ռամոշի ծառայություններով եւ պատրաստ է պորտուգալացու համար վճարել 45 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Աբոլան։ PSG-ն 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 50 միլիոն եվրո։ Իտալական ակումբը Ռամոշին առաջարկել է 4-ից 5 տարվա պայմանագիր մրցաշրջանի ընթացքում 4 միլիոն եվրո աշխատավարձով։ Իրանի պետական հեռարձակողի հաղորդմամբ 3 օտարերկրյա տանկեր փորձել են անցնել Հորմուզի նեղուցով առանց Թեհրանի թույլտվության, սակայն Իրանի ռազմածովային ուժերը կանգնեցրել են նրանց եւ ստիպել փոխել ուղղությունը։ Հեռարձակողի հաղորդմամբ տանկերը փորձել են անցնել նեղուցով օգտագործելով հարավային միջանցք, սակայն նախազգուշացումներ ստանալուց հետո վերադարձել են Պարսից ծոց։ Հունիսի 25-ին Իրանի Պարսից ծոցի վարչությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել Թեհրանի կողմից սահմանված երթուղիներից դուրս երթևեկող նավերի անվտանգությունը։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը եւ թագուհի Կամիլան հայտարարել են, որ Բուքինգեմյան պալատը երբեք չի դառնա իրենց մշտական բնակավայրը։ Ըստ հրապարակումների 2022 թվականին գահ բարձրանալուց հետո Չարլզ III-ը ստիպված է եղել լքել պալատը երկարատև վերանորոգման պատճառով եւ տեղափոխվել Վինդզորի ամրոց եւ Կլարենս Հաուս։ Սակայն այժմ որոշվել է, որ նույնիսկ վերանորոգման ավարտից հետո թագավորական զույգը չի վերադառնա այնտեղ բնակվելու։ Բուքինգեմյան պալատն այսուհետև կշարունակի մնալ միայն արարողակարգային կենտրոն նախատեսված պաշտոնական միջոցառումների եւ այցելությունների համար։ Այն երկար տարիներ համարվել է բրիտանական միապետների գլխավոր նստավայրը, սկսած 1937 թվականից։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը իր կարծիքով կարող է իրականացնել կեղծ դրոշի գործողություն ՆԱՏՕ-ի հետ հակամարտություն սկսելու նպատակով։ Ըստ նրա, չի կարելի բացառել, որ նման գործողությունը կարող է կազմակերպվել Ռուսաստանի տարածքում, որպեսզի հետո այն օգտագործվի որպես պատճառ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա հարված հասցնելու համար։ Սիկորսկին այս հայտարարությունը ներկայացրել է որպես վարկած առանց փաստական հաստատման եւ նույն ժամանակ Եվրոպական հանձնաժողովը ըստ հրապարակումների քննարկում է պաշտպանության ոլորտի նոր նախաձեռնություններ, ուղղված Եվրոպայի ռազմական կարողությունների ուժեղացմանն ու Ռուսաստանի նկատմամբ զսպման քաղաքականությանը։ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ժամանակավորապես փակվել է 114 տարրական եւ միջնակարգ դպրոց։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ըստ պաշտոնական տվյալների, մասնագետները ներկայումս իրականացնում են շենքերի տեխնիկական ստուգումներ եւ վնասների գնահատում։ Հաղորդվում է, որ ուսումնական հաստատություններում աշակերտների կամ անձնակազմի շրջանում տուժածներ չեն գրանցվել։ Նշվում է, որ երկրաշարժի մագնիտուդը հասել է 5.8-ի, էպիկենտրոնը գտնվել է Տոգանե քաղաքի մոտակայքում, իսկ օջախը մոտ 56 կիլոմետր խորության վրա։ Սեյսմոլոգներն այն գնահատում են որպես ուժեղ երկրաշարժ, որը կարող է առաջացնել չափավոր վնասներ։
73 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար եւ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնում է ՎՏԲ Միացյալ Լիգան։ Սերգեյ Բորիսովիչ Իվանովը մահացել է։ ՎՏԲ Միացյալ Լիգայի պատվավոր նախագահը մահացել է 73 տարեկան հասակում։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սերգեյ Բորիսովիչ Իվանովի ընտանիքին, սիրելիներին, ընկերներին եւ գործընկերներին, ասվում է Տելեգրամի գրառման մեջ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ իշխանությունները չեն բացառում դիզելային վառելիքի արտասահման ժամանակավոր սահմանափակումների կիրառումը։ Նրա խոսքով նման քայլը կարող է տևել մի քանի ամիս։ Նովակի պարզաբանմամբ միջոցառման նպատակն է ներքին շուկան ապահովել բավարար ծավալներով եւ վերականգնել պահուստները։ Այս հարցը նախատեսվում է քննարկել վառելիքային շուկայի վերաբերյալ առաջիկա խորհրդակցության ընթացքում։ Լիբերալ դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու որդին Օլեգը հրապարակել է իր հոր Ուկրաինայի շուրջ ընթացող հատուկ ռազմական գործողության վերաբերյալ տեսակետը, փոխանցում է Newsroom։ Նրա խոսքով Ժիրինովսկին կարծում էր, որ հակամարտության ավարտը պետք է տեղի ունենա Լոնդոնում, ընդգծելով, որ միայն կտրուկ քայլերը կարող են ըստ նրա երկարաժամկետ խաղաղություն ապահովել Եվրոպայում։ Օլեգ Ժիրինովսկին նաև քննադատել է եվրոպացի որոշակի քաղաքական գործիչների դիրքորոշումը, նշելով, որ դրանք կարող են սրել իրավիճակը։ Միևնույն ժամանակ նա դրական է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները, ընդգծելով պետականության պահպանման դերը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը, այս մասին հայտնել են Հայաստանի կառավարությունից։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման եւ մշակութային ակտիվացման համադրման վրա։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանում ժողովրդավարությունը լուրջ վտանգի տակ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի քանի անգամ անվանելով դիկտատոր։ Նա մասնավորապես նշել է, այսօր ուզում եմ խոսել ժողովրդավարության մասին եւ ձեզ հետ նույնիսկ փոքրիկ Վիկտորինա խաղալ, ինչպես կկոչեիք այն քաղաքական գործչին, որը քաղաքացիներին զրկում է իրենց հիմնարար իրավունքից, ընտրելու իրավունքից, պատասխանը դիկտատոր։ Իսկ ինչպես կկոչեիք այն քաղաքական գործչին, որը ամեն օր ձերբակալում է իր քաղաքական ընդդիմախոսներին, նկատի ունեն բառացիորեն, որևէ այլախոհ ձերբակալվում է իր կարծիքն արտահայտելու համար։ Կարծում եմ այս հարցի պատասխանը նույնպես ակնհայտ է՝ դիկտատոր։ Հուլիսի 2-ին ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի օրակարգում հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու հարցն է։ Հիշեցնենք, որ ԿՊԱ-ական իշխանությունը նման փոփոխությունով սահմանափակելու է հանրաքվեների եւ ընտրություններին 18 տարին լրացած անձանց մասնակցելու իրավունքը, ընտրության օրվան նախորդած 6 ամսում պարտադիր Հայաստանում բնակվելու պահանջով։ Արմեն Մուրադյանը վերընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում։ Հունիսի 25-ի Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից։ Քննարկման մասնակիցները կարևորել են երկարաժամկետ եւ փոխշահավետ համագործակցության ձևավորումը, ինչպես նաեւ հնարավորինս մեծ թվով ջերմոցային տնտեսությունների ներգրավումը արտահանման գործընթացներում։ Իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը հիշեցրել է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի խոսքերը, որը նա ասել էր կառավարությունում։ 2022 թվականի հունիսի 30-ին Հայաստանի կառավարության նիստի ժամանակ արդարադատության նախարարի կողմից Սեդա Սաֆարյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելուց հետո Սաֆարյանի ուղիղ խոսքը շնորհակալ եմ հավատի եւ վստահության համար։ Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը Սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի եւ դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնին առաջադրելու համար, ասել է Սեդա Սաֆարյանը։ Եկել է հավատարմության երթումը ապացուցելու ժամանակը, ընդգծել է պրոֆեսոր Ղամբարյանը։ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ, այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է ՏԱՍ-ը։ Հարցին թե արդյոք հիմա կան նախադրյալներ, որ Հայաստանում իրավիճակը խորհրդարանական ընտրություններից հետո կկայունանա, Լեբեդևը պատասխանել է հաստատակամ։ Այո, կարծում եմ կան, որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք այս պահին չեն պատրաստվում դուրս գալ ԱՏՄ-ից։ ԱՊՀ-ի մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք մնում են մեր կազմում, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ից 2-ը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան այդ երկու երկրների իշխանությունների հետ քննարկելու Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տրանսպորտային միջանցքի զարգացման հարցը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն, փոխանցում է ՏԱՍ-ը։ Հաջորդ շաբաթ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կմեկնի Հարավային Կովկաս եվրոպական աջակցությունը հայտնելու համար։ Չորեքշաբթի օրը նա կմեկնի Ադրբեջան, որտեղ կհանդիպի երկրի նախագահի հետ, իսկ հինգշաբթի Հայաստան, որտեղ կհանդիպի վարչապետի հետ, ասել է Պինյոն։ Նա ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կքննարկի այս երկրների միջև խաղաղության գործընթացը եւ ԵՄ ներդրումները նրանց տրանսպորտային ենթակառուցվածքներում, նպատակ ունենալով Հայաստանը եւ Ադրբեջանը վերածել Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա միջանցքի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության թեմայով խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ, ինչպես նա դա արդեն արել էր հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Երևանի մասնակցության ծառայեցման հետ կապված։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, փոխանցում է ՏԱՍ-ը։ Ծանոթացել են հունիսի 25-ին Հայաստանի կառավարության նիստում, ինչպես նաև դրանից հետո լրագրողների հետ շփման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ, ինչպես նա դա արդեն արել է ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցության այսպես կոչված ծառայեցման հետ կապված, ասել է դիվանագետը։ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի խոսնակ Յենս Լարկեն հայտնել է, որ 16 երկրներից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա, ավերիչ երկրաշարժերի հետևանքների վերացմանը նպաստելու համար։ Նրա խոսքով մարդասիրական կազմակերպությունները ներկայումս արձագանքում են Վենեսուելայում տեղի ունեցած բնական աղետին, արագ եւ լայնածավալ աջակցելով կառավարությանը։ Լարկեն ընդգծել է, որ որոնողական փրկարարական գործողությունները եւ տուժած տարածքներում բժշկական օգնությունը մնում են առաջնահերթություն։ Ընդհանուր առմամբ աշխարհի տարբեր ծայրերից ներգրավված են 25 թիմ, որոնողական փրկարարական եւ բժշկական, որոնք բաղկացած են 1000 փրկարարներից եւ նրանց թիվը կաճի, ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցային գործընթացում վստահություն այլևս չկա։ Նրա խոսքով Կիևը բազմիցս խախտել է նախկին պայմանավորվածությունները, ինչի պատճառով երկխոսությունը դարձել է անվստահելի։ Պատգամավորը հիշեցրել է նախկին համաձայնությունները Մինսկ 1, Մինսկ 2 եւ Ստամբուլի ձևաչափերը, նշելով, որ դրանք փաստացի չեն պահպանվել։ Նրա կարծիքով ներկայիս իրավիճակում ուժային գործոնն ավելի մեծ դեր ունի, քան միջազգային իրավունքը։ Կոլենսկիի խոսքով Արևմուտքը շարունակում է աջակցել Ուկրաինային, իսկ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն ու բանակցային դիրքերը մեծապես հիմնված են զինված ուժերի գործողությունների վրա։ Նա նաև ընդգծել է, որ հակառակ կողմի վրա ազդեցություն կարող է ունենալ միայն ավելի կոշտ ճնշումը, շեշտելով, որ քաղաքացիական բնակչությանը վնաս չպետք է հասցվի։ Լիբանանի կառավարությունը պետք է վերանայի իր ընթացքը եւ ձեռը պահ մնա ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերին ծառայող որոշումներ ընդունելուց։ Նման հայտարարությամբ է հանդես եկել շիական Հեզբոլլահ կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Քասեմը։ Իր կողմնակիցներին ուղղված հեռուստաուղերձի ընթացքում հաղորդում է ՏԱՍ-ը։ Իշխանությունները չպետք է ենթարկվեն Ամերիկա-իսրայելյան թելադրանքին։ Ոչ ոք իրավունք չունի ստորագրելու Լիբանանի ինքնիշխանությունը ոտնահարող փաստաթղթեր։ Մենք զգուշացնում ենք, որ չի լինելու ոչ մի կարգավորում Իսրայելի հետ կամ Մանքի դադարեցում Լիբանանյան հողի վրա ոչ մի մասնակի ներկայություն, նշել է քաղաքական գործիչը։ Ալյասկայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները, որոնք ընդունվել են ռուսական կողմից, ուստի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից անքորիջում իբրև թե որևէ համաձայնագիր չլինելու մասին խոսելը այնքան էլ տեղին չէ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Երբ իմ գործընկեր Մարկո Ռուբիոն ասում է, որ Ալյասկայում եղել են միայն առաջարկներ, իսկ համաձայնագիր չի եղել, դա ինձ մոտ առաջացնում այն առումով, թե ինչ ենք մենք հասկանում համաձայնագիր ասելով։ Եթե մի կողմը, այս դեպքում Միացյալ Նահանգները, սեղանին է դրել կարգավորման վերաբերյալ իր առաջարկները, այն մասին, թե ինչպես մոտենալ այս ճգնաժամին, իսկ երկրորդ կողմը հայտնել է իր համաձայնությունը այդ առաջարկներին, ապա ասել, որ համաձայնություն չի եղել, ինչ որ կերպ այնքան էլ տեղին չի ստացվում, ասել է Լավրովը լրագրողներին։ Սերգեյ Լավրովը կոչ է արել պարզություն մտցնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի դերի վերաբերյալ իրավիճակում։
Ռուսաստանը եւ Ուկրաինան իրականացրել են ռազմագերիները եւս մեկ փոխանակում 160-160-ի դիմաց բանաձևով։ Ռազմագերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել հունիսի 5-ին 185-185-ի դիմաց բանաձևով։ Ռուսաստանը եւ Ուկրաինան հունիսի 26-ին իրականացրել են ռազմագերիների եւս մեկ փոխանակում, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Փոխանակումն իրականացվել է 160-160-ի դիմաց բանաձևով։ Վերադարձվել են 160 ռուս զինծառայողներ, փոխարենը փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի 160 ռազմագերիներ, նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, նշելով, որ վերջինս առատավորել է նրա արժանապատվությունն ու բարի համբավը։ Դատարանը գտել է, որ ազգային ժողովի նախագահի խոսքում որևէ զրպարտություն կամ վիրավորանք առկա չի եղել։ Այսօր Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հետ կապված վեճի քննությունը։ Սահմանադրական դատարանում ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը չի կարող մասնակցել Սահմանադրական դատարանի գործի քննությանը։ Ըստ Վարդևանյանի, այն, որ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով մասնակցել է ընտրություններին, իսկ այսօր այդ նույն կուսակցությունը եւս Սահմանադրական դատարանում դիմում է ներկայացրել ընտրությունների արդյունքների վերաբերյալ եւս մեկ հիմք է, որպեսզի Սեդա Սաֆարյանը չմասնակցի գործի քննությանը։ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված պատշաճ եւ համակողմանի նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։ Այս կապակցությամբ հունիսի 25-ին քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազը Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը։ Հունիսի 24-ին դիտորդների խումբն ու Պարաշեն քրեակատարողական հիմնարկում արձանագրել է, որ այնտեղ պահվող անձը արդեն 45 օր գտնվում է հացադուլի մեջ։ Խումբը տեսակցել էր նրա հետ դեռևս քրեակատարողական հիմնարկ կատարած նախորդ այցելության ժամանակ, երբ անձը գտնվում էր անմխիթար խցային պայմաններում։ Խմբի կողմից հարցը բարձրաձայնելուց հետո ազատազրկված անձին տեղափոխել են այլ առավել բարվոք խուտ, սակայն նրա առողջական վիճակը շարունակում է կտրուկ վատթարանալ, առաջացնելով լուրջ մտահոգություններ կյանքի եւ առողջության իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Ազատությունից զրկված անձի մոտ արձանագրվում է քաշի զգալի կորուստ, ընդհանուր ֆիզիկական հյուծվածություն, ինչպես նաև նյարդաբանական ախտանշաններ, նկատվում են գիտակցության ժամանակավոր կորուստներ, հիշողության խանգարումներ, ժամանակային եւ իրադարձային դրվագների շփոթում, իր իսկ վկայությամբ վերջին օրերին նախացում ուշագնաց է եղել եւ ընկել, հայտնել է դիտորդների խումբը։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում հունիսի 28-ից 3-ը 29-ից 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 27-ին գիշերը եւ կեսօրից հետո 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում հունիսի 27-ի գիշերը 28-ին առանձին շրջաններում, 27-ից 3-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Հունիսի 27-ից 3-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հոլտառատ, հունիսի 29-ից 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ից 3-ը կնվազի 4-ից 5 աստիճանով, 28-ից 30-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։